Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թադավորած քիրք 19-րդ գլուխ Ղևդացին եւ իր հարջը։ Այդ օրերը, երբ Իսրայելի մեջ թագավոր չկար, Եփրեմի լեռնալանչը բանտղտացած Ղևդացի մգար, որ Հութայի Բեթլեհեմեն հարջ մարավ իրեն։ Անոր հարջը իրեն թեմ շնություն արավ եւ իր մեկ քնած թեպի իր հոր դունը Հութայի Բեթլեհեմը ու 4 ամիսի չափ հոնգեցավ։ Ամուսինը գանկնեցավ եւ անոր յետևեն քնած, որբեսի քաղցրությամբ խոսի անոր հետ ու զայն վերադարձնե։ Իրեն հետ իր սպասավորը եւ զույգ մը էշ արերեր։ Անզինք իր հոր դունը մցուց ու երբ երդասարտուհին հայրը զինք տեսավ, ուրախությամբ զինք թիմավորեց։ Երդասարտուհին հայրը իր աները զինք քովը բահեց, 3 օր անոր մոտ մնաց, գերան խմեցին եւ հոն քիշերեցին։ 4-րդ օրը, երբ արդուն գանուխ ելան, Ղևդացին գանկնեցավ, որբեսի երթա, բայց երդասարտուհին հայրը իր փեսային ասավ. «Բադարմը հաց կեր, որբեսի սիրտդ գաստուրվի, հետո կացեք»։ Նստան ու երկուքը միասին գերան եւ խմեցին։ Երդասարտուհին հայրը այդ մարդուն ասավ. «Գաղերսեմ, հաջե հոս քիշերել ու սիրտդ թող զվարթանա»։ Այդ մարդը գանկնեցավ, որ երթա, բայց իր աները զինք ըստիպեց, ուստի դարձյալ հոն քիշերեց։ 5-րդ օրը արդուն գանուխ ելավ, որբեսի երթա։ Երդասարտուհին հայրը ասավ. «Գաղերսեմ, սիրտդ կաստուր է»։ Ուստի դնդնացին մինչև գեսորվան անցիլը ու երկուքը միասին գերան։ Այդ մարդը գանկնեցավ երթալու համար, ինք իր հարջը եւ սպասավորը, բայց իր աները երդասարտուհին հայրը իրեն ասավ. «Ահա օրը իրիգուն գլա, գաղերսեմ, հոս քիշերեցեք, ահա օրը գիչնե, հոս քիշերե ու սիրտը թող զվարթանա, վաղը գանուխ ճամփորդեցեք եւ վրանդ քնա»։ Սակայն այդ մարդը քիշերել չուզեց, հապա գանկնեցավ, քնած ու մինչև Հեփուսի, այսինքն Երուսաղեմի թիմաց հասավ։ Իրեն հետ զույգը համեդված էշ ուներ եւ իր հարջնալ իրեն հետ էր։ Երբ Հեփուսի մոտեցան, օրը շատ անցած էր, ուստի սպասավորը իր դիրոջ ասավ. «Գաղերսեմ, եկուր այս հեփուսացներուն քաղաքը ուղվինք ու հոն քիշերենք»։ Բայց դերը անոր ասավ. «Իսրայելի որդիներեն չեղող օդարասկիներուն քաղաքը չուղվինք, հաբա մինչև Քափաա անցնինք»։ Իր սպասավորին ասավ. «Եկուր այս տեղերեն մեկում մոտենանք եւ Քափայի կամ Ռամայի մեջ քիշերենք»։ Ուստի անցան քացին ու երբ Բենյամինի Քափային մոտեցան, արևը մայր մտավ։ Հոն ուղվեցան, որբեսի Քափաա մտնեն ու հոն քիշերեն։ Երբ մտավ, քաղաքին հրաբարագի մեջ կեցավ, բայց ոչ մեկը զիրենք իր դունը ընդունեց քիշերելու համար։ Ահա իրիգունը արդեն ձեր մարդ մի եկավ իր կորձեն վերադառնալով։ Ան Եփրեմի լեռնագողմեն էր եւ Քափայի մեջ բանտղտացած էր, իսկ այդ դեղին մարդիկը Բենյամինյաններ էին։ Երբ ան աչքերը վերցուց ու ուղևորը քաղաքին հրաբարագի մեջ տեսավ, ձեր մարդը ասավ. «Ուր գերտաս եւ ուր գեգուքաս»։ Անալ իրեն ասավ. «Մենք Հութայի Բեթլեհեմեն մինչև Եփրեմի լեռնալանչը գանցնինք։ Ես անգե եմ, մինչև Հութայի Բեթլեհեմը կացի եւ հիմա դիրոջ դունը գերտամ։ Ոչ մեկը զիս իր դունը կընդունի։ Թե Բեթմերեշերուն համար հարթ ու ջարակ կա եւ ինձի համար, քո աղախինիդ համար ու քո ծառաներուդ հետ եղող երդասարտին համար հաց եւ քինի ունիմ, մեզի ոչինչ կբաքսի»։ Այդ ձեր մարդը ասավ. «Խաղաղություն քեզի, քո բոլոր պետքերդ ես կհոգամ, միայն թե հրաբարագի մեջ մի քիշերեր»։ Զայն իր դունը դարավ ու էշերուն գեր դվավ, իսկ անոնք իրենց ոտքերը լվացին, գերան եւ խմեցին։ Մինչ անոնց սիրտը գզվարթանար, ահա քաղաքին մարտոցմեն անորեն մարդիկ դունը շրջապատեցին, թուրը զարգին ու դան դիրոջ այդ ձեր մարդուն ասին. «Դունդ մտնող մարդը դուրս անե, որբեսի զինք գիտնանք»։ Այդ մարդը դանդերը դուրս ելավ անոնցքով ու անոնցավ. «Ոչ, եղբայրներս, գաղերսեմ, չարիք մի ենեք, այս մարդուն իմ դունս մտնելեն ետ այս անհսկամությունը մի կործեք։ Ահա իմ գույս աղջիկս եւ այդ մարդուն հարջը այժմ ցեզի դուրս անեմ, զանոնք լլգեցեք ու անոնց ըրեք, ինչ որ ցեզի հաջելի թվի, բայց այս մարդուն այս անհսկամության արարքը մի կործեք»։ Բայց այդ մարդիկը չուզեցին անոր մտի գնել։ Ուստի այդ մարդը իր հարջը բռնեց, դուրս անեց անոնց եւ անոնք զայն քիծան։ Ամբողջ գիշերը զայն ամբատվեցին մինչև արդու։
երբ արշալույսը ցակեցավ, զայն արձակեցին։ Արդվանտեմ այդ գինը քնած եւ ինգավ այն մարդուն դան մուտքը, ուր իր դերը կգենար ու մինչև որ լուսավ հոն մնաց։ Իր դերը արդուն գանկնեցավ, դան թռները բացավ եւ դուրս ելավ, որ իր ջամփան երթա, բայց ահա գինը իր հարջը դան մուտքը ինգածեր ու ցերկերը սեմին վրա էին։ Անորը սավ գանկնե երթանք, բայց ոչ մեկը պատասխանեց։ Այն ադեն զայն իր իշուն վրա թռավ եւ իր դերը քնած։ Երբ իր դունը ասավ, թանակ մարավ, իր հարջը բռնեց ու զայն 12 գդորի բաժնեց իր ոսկորներով ու Իսրայելի ամբողջ հողամասը ղրկեց։ Բոլոր դեսնողները գսեին. Իսրայելի որդիներուն Եգիպտոսի եգրեն բարձրացած օրեն մինչև այսօր այսպիսի բան ոչ եղեր է, ոչ ալ դեսնվեր է։ Այսօր մասին մտածեցեք, խորհրդակցեցեք եւ խոսեցեք։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։